Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեք բոլորը հասցրեցին խոսել նոր անձնագրի դիզայնի մասին։ Ուզում եմ մի հարցի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Տեսեք ինչ է ասում վարչապետը։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշ Ես ուզում եմ ականջս ծակեց Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության դրոշի գույներն են կարմիր, կապույտ, նարնջագույնը, վերևից ներքև հորիզոնական, այսինքն վարչապետը չգիտի, որ մեր դրոշի երրորդ գույնը ծիրանագույնը չէ, նարնջագույնն է, որը օրենք է, պարտավոր է իմանալ։ Բայց դա մի կողմ թողնենք։ Բոլոր քաղաքական միավորները զայրացած խոսում էին այն մասին, որ մեր Արադ լեռան տեսքը կորցրել ենք, որովհետև խորվիրապի ռակուրսը այնպես է նկարել, որ Արադ լեռը չկա։ Բնականաբար խորվիրապի նկարը նկարված է Թուրքիայից, որովհետև Թուրքիայից միայն հնարավոր է նկարել այդ ձևով, որ Արադ լեռը չերևա, որովհետև Հայաստանից ոնց նկարես Արադ լեռը երևալու է, բայց փաստորեն մեր անձնագրում նկար կա, որը Թուրքիայից է նկարվել։ Մյուս հանգամանքը, տեսեք, գործող անձնագրում գրված է անձնագիր կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, այստեղ գրված է։ Իսկ եղած անձնագրում գրված է, որ այս անձնագիրը հաստատում է անձի ինքնությունը եւ անձը կարող է ճամփորդել, այսինքն փաստականների փաստաթղթերը օրինակ կոչվում են ճամփորդական փաստաթղթեր։ Հիմա այս մեր նոր անձնագիրը ուղղակի մեր հաստատում որ մենք ով ենք, ոնց որ փաստականի անձնագիրն է, եւ ասում է իրավունք ունես դու ճամփորդելու, այսինքն Հայաստանի Հանրապետությունը այլևս անձնագիրը կրողի հովանավորը չի, ինչպես է ստեղա գրված։ Բայց մեծ կարևոր հանգամանք։ Բոլոր քաղաքական միավորները երեք հիշեցին, որ իրանք գժվում են, շատ են սիրում Արարատի տեսարանը եւ պայքարում են դրա համար։ Երբ որ այս անսահմանային անցակետի, տեսեք, կնիքը փոխվեց կառավարության որոշմամբ, մենք միակույժն ենք քաղաքական, որ դատի տվեցինք կառավարությանը, գործը դատարանում է հենց հիմա։ Դեռ դատարանում քննացնում են, էլի։ Ոչ մի քաղաքական միավոր չմիացավ եւ սրա դեմ կռիվ չտվեց։ Միայն մենք ենք արել։ Տեսեք, նոր կնիքում չկա Արարատը։ Երբ որ սա անում էին, պարզ է, որ Արադ լեռը հանելու են բոլոր տեղերից, այդ թվում նաեւ զինանշանից, եւ դրա դեմ միայն մենք ենք պայքարել։ Հիմա բոլորը հիշել են, որ իրենք Արադ լեռը շատ են սիրում եւ բոլորը երեք որ դատապարտում, դատապետում էին, որ ոնց կարող ասենց բան լինի, Արադ լեռը այնպես է արվել, որ խորվիրապի նկարից Արադ լեռը դուրս է մնացել։ Սիրելի հայրենակիցներ, այդ դրա համար է, որ ընտրությունից ընտրություն չեն քաղաքական ուժերը քաղաքականությամբ զբաղվում։ Միշտ պետք է քաղաքականությամբ զբաղվել։ Այս ընտրություններից հետո էլ մենք լինելու ենք եւ զբաղվելու ենք քաղաքականությամբ։ Իսկ շատ-շատերը, ովքեր երեք խոսում էին սրա մասին, ընտրությունից ընտրություն են հիշում մեր ազգային արժեքները, ինքնությունը, Արադ լեռը, չգիտեմ, մեր շահերը պաշտպանելը։ Տարածեք, լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։